2025 թվական Երևանի Արսեն Վարդանի դահլիճ։ Մտահոգված հավաքվել են հայ դասական գրականության աննախ մեծերը Հովհաննես Թումանյանը, Ավետիք Կիրսակյանը և Ղազարու Սահայանը։ Թե ինչն է դարձել մեր գրողների մտահոգության պատճառը, այժմ կպարզենք։ Ողջույն Վարպետ։ Ողջույն Թումանյան, Ղազարս դուր եք, ինչու է ուշանում։ Ահա, եկավ։ Բարև բարեկամներս, ինչպես եք։ Խորն է ցավս Ղազարոս, շատ խորն է, եկեք, նստեք։ Երեկ նիված երաս տեսա։ Ակնոցան սարը քրտիքի մեջ խորած։ Էդ ինչ սարսափելի երաս ասպեսել, որ մեզ էստեղ ես կանչել, պատմիր։ Պահն եմ, երազումս 2025-ին էր։ Շատ էր գեղեցկացել Հայաստանս։ Կարծիք մեր ժամանակներից լավ են ապրում, համա։ Ինչ համա, պատմի։ Համա թե ժողովուրդը շատ էր փոխվել։ Երեկ երեքսին նման չէին, մեծ։ Փողոցում անց եկելուն, տեսնեմ ակաժի ինչ-որ տարնակ բաներ իրաց մանիքան։ Ոնց տեսնեմ ինչեր վախեցա։ Մի աղմկոտ ու անհասկանալի երաժշտություն։ Կնանիքը բոլոր շալվար էին հագել, տղամարդիկ ես ընկալման մասը երկարացրել։ Ասի մտնել գրադարան։ Մի տղի հարցրեցի, որտեղ է ձեր քաղաքի մոտակա գրադարանը։ Ասաց, ինչ, ոպար չհասկացա, ինչ գրադարան։ Ասի մի աղջկա հարցնեմ, ասաց։ Այ քերի, հիմա ով է գիրք կարդում որ, ինտերնետը թողած ինչ գրադարան, տեղը չգիտեմ։ Բա հետո, էլ ինչ հետո վերջը մի երկու մերձասեր տեսա, հարց ու փորձ հայեցի, գնացի ազգային գրադարան։ Մի մեծ շենքում էր։ Մտածեցնեմ մի քանի ընթերցող։ Էն էլ մեր տարիքի։ Դեն ասա, պատճառները դա էլի, որ ժողովուրդը փոխվել է, քիչ են կարդում, քիչ։ Ես կասեի, ընդհանրապես չեն կարդում։ Դրա համար էլ փոխվել են հեռացել մեր ազգային նկարագրից։ Հա, ճամփին էլ մի հարսանիք տեսա։ Հարսը շատ սիրուն էր, բայց հարսանիքը հարսանիքի նման չէր, ոչ զուռնակարգոչ դահոր, ոչ էլ կարգին մարդ։ Չէ, լուրջ է մեր ժողովրդի դեպքը, այդպես որ գնա, իսկական հայել չի մնա։ Բա ինչ անենք, հա։ Եկեք մի թուղթ գրենք ու ուղարկենք մեր ժողովրդին։ Լավ միտք է Վարպետ։ Բարև ձեզ մեր սիրելի հանդիսատես։ Թույլ տվեք մեր ավարտական հանդեսը համարել բացված։ Yeah, make a game and go, let's go.
Որպես ողջունի խոսք ուզում ենք ընթերցել մեր մեծերի, Թումանյանի, Աղայանի, Իսահակյանի կոչը հայ ժողովրդին։ Հեյ, պարոններ, ականջարեք Թումանյանի խոսքերին, սիրուն կանալ ջահեր տղեք, լավ ուշքար եք մեր խոսքին։ Հեյ, մանուկներ, ականջարեք Աղայանի խոսքերին, գիրք կարդացեք, դաս սովորեք, որ ծաղկացնենք մեր ազգին։ Հեյ մայրիկներ, հեյ հայրիկներ, ականջարեք վարպետին, հեքիաթ պատմեք, խաղի կասեք ձեր բալեքին, հայ ազգին։ Մենք ամենքս հյուր ենք կյանքում, մեր ծննդյան փուլ չորից, հետո գալիս անց ենք գնում, այս անձավոր աշխարհից։ Հոզն է ամա, լավ իմացեք, որ խոսվում է դարեդար, երնեք ներագավի գործով կապի անդար ճամբաթար։ Հեյ մանս ենք երում, սեր ու խնդում, գեղեցկություն գանձ ու գահ, մահը մերն է, մենք մահինը, մարդու գործն է միշտ արմահ։ Հեյ մանուկներ մեր հայ ազգի, ականջարեք մեծերին, գիր կարդացեք, թեր կարդացեք, լույսով սրեք ձեր հոգի։ Հեյ մանուկներ, մի հեռացեք մեր հայ ազգի կերպարից, երկեր երկեք, բարև բարև, դուք ազգային հայեցիք։ Գործն է արմա, ուսուցիչներ, հայոց ազգի ներկայիս, ամուր կապեք մեր թողածին, ձեր սաներին հայ ազգի։ Լինի հեքիաթ, լինի էպո, վատանավոր, թեղաղի, միևնույն է լավ իմացեք, դա է զենքը հայ ազգի։ Կրթեք հոգով, կրթեք սիրով, մեր գործերով հոգեքով, մի մոռացեք մեր թողածը, որ կոչվում է մշակույթ։ Եկեք միասին դիտենք 4 դասարանի 4 տարվա անցած պատմությունը։
Իսկ այժմ եկեք մեր մեծերի կոչին հետևելով հնչեցնենք հայ ընթերցասերի երթունը։ Մենք չոր դասարանի աշակերտներս 2025 թվականին հանդիսավոր երթվում ենք։ Շատ ընթերցել, հատկապես մեր մեծերի ստեղծագործությունները։ Սրբորեն պահել մեր հայ ազգի մշակույթը։ Խոսել մաքուր հայերենով։ Բարձր պահել հայ ժողովրդի պատիվը։ Երթվում ենք։ Բարև մեծ թագավորին։ Բացատրել ինչ հրաշք է, սա ես եմ գնում, կարասը լիքը օձ ես։
Սրանք են գնում ոսկի։ Թե չես բարկանա ասել, այս կարասով ոսկի աղքատ խոհագործների պարգև է գտած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար։ Երբ իրանք են գնում են իրենց արդար վարձին։ Երբ դու ես գնում ես ուրիշի բախտը հապշտակես, դրա համար էլ ոց ես գնում։ Լավ, հիմա որոշեք, ու տալ կարասով ոսկի։ Վարողին եմ։ Հողոտ իրոչը։ Լավ, կացեք, ինչ երեխեք ունեք դուք։ Ես մի ղոչակ տղա։ Ես մի սիրուն աղջիկ։ Դե որ այդպես է, եկեք ձեր երեխաներին քսակեք, այս ոսկով կարասներ տակ նրանց օժիտ։ Այս բարի մարդիկ համաձայնում են կռիվը վերջանում է 7 օր, 7 գիշեր, ահա, քեզ են անում։ Լավ, ուստիան ջան, տեսի Սահակյանն ինչ է ցանկացել մեր հայմանուկներին։ Իմ ուսուցիչ, դու մեր լույսի ակում պայծառ, մեզ տալիս ես հոգուց խոճից, խոր գիտության ջահը միշտ առաջին հերձանքով հնչեց, մեզ դրոզն է ձեր տալիս, և դալիքն է որպես կատեր, մեզ դրների երկով գալիս, իմ ուսուցիչ, դու մեր լույսի ակում պայծառ, մեզ տալիս ես հոգուց խոճից, խոր գիտության ջահը միշտ Իմ ուսուցիչ, դու մեր լույսի ակում պայծառ, մեզ տալիս ես հոգուց խոճից, խոր գիտության ջահը միշտ Լավ, ուստիան ջան, տեսի Սահակյանն ինչ է ցանկացել մեր հայմանուկներին։ Կյանքի ուղին լինի պայծառ, ամեն քայլը տազնի վարդար, լինես խորում, լինես գիտում և ունենաս սիրտ զգայուն։ Լինես բարի և ամբաստիկ ընկերներից սրտով սիրես, երբ քեզ տեսնեն ուրախանան։ Միշտ օգնելու լինես պատրաստ, տանջվող մարդուն և ընկերին, անդավաճան անհուն սիրով, հայրենիքից լինես պաշտպան։ Եթե նրա սիրո համար մի սիրալիր գործ կատարես, չհոխորտաս լինես խոնար։ Եվ պարտքը ճիշտ կատարած, մարդու նման խիղճդ անդոր, ապրես ուրախ ու բախտավոր։ Փրկվեց ժողովուրդս, վարվեց։ Քանի հիշում են մեզ մեր գործերը, Մենք անմահ ենք։ Քանի կարդում են մեր հեքիաթները, բանաստեղծություններն, առակներն ու պատմվածքները, ուրեմն միշտ հայ ոգին ու կերպարն անմեր կլինի։ Հայազգի ընթերցողին, հայազնավերջ հայ պահողին։ Մենք հրաժեշտ ենք տալիս տարական դպրոցին, բայց ոչ ձեզ։ Ձեր բարի խորհուրդներն ու ներկայությունը մենք դեռ երկար կվայելենք։ Եվ այս տոնական օրով ես չի կարող մի բանաստեղծություն չգրեի և չնվիրեի մեր ուսուցիչներին, մեր հայոց ուսուցիչներին։ Մեր սիրելի ուսուցիչներ, մեր բարեկամներ ու ընկերներ, դուք գիտելիքների պահապաններ, մեր դպրոցի պայծառ լույսեր, նախքան բավարտենք հանդեսը, ուղղում եմ ձեր սրտիս խոսքը, ցանկանում եմ ուրախություն, ամբողջ կյանքում երջանկություն, կյանքում ձեր վառ, եղեք խաղաղ, կյանք հասես լինի մի տաղ, ապրեք կապույտ երկնքի տակ, աչքերում ձեր հրճվանքի կրակ։ Սիրելի ընկեր Հարությունյան, այսօր մեզ համար շատ կարևոր օր է, որովհետև մենք ավարտում ենք տարեկան դպրոցը։ Այս 4 տարիների ընթացքում դուք միշտ եղել եք մեր կողքին, դուք եղել եք մեր լավ ընկերը, խորհրդատու և հիանալի ուսուցիչ։ Մենք երբեք չենք մոռանա ձեր ջերմությունը, այն ամենը, ինչ սովորեցրել եք մեզ։ Մեծ շնորհակալություն ամեն ինչի համար, մենք ձեզ շատ ենք սիրում։ Տեսա քեզ
շատ սիրելի աշակերտներ, այսօր ամոռանալի զգացմունքներով լի օր է, որովհետև ավարտեցիք 4-րդ դասարանը։ Ձեզանից հեռու չեմ լինելու, որովհետև դուք միշտ իմ կողքն եք լինելու, դուք իմ կյանքի մի մասն եք դարձել։ Մեր վարժարանի շատ սիրելի Տիկին Մկրտչյանին, որ ինձ վստահեց ձեր դասարանի դաստիարակությունը, ամեն հարցում միշտ կանգնեց իմ կողքին, ամեն դժվարություն մենք միասին հաղթահարեցինք։ Ընկեր Մկրտչյան, մենք ձեզ շատ սիրում ենք եւ անհամբեր 4 տարի մեկը ակնթարթ թվում էր 3 է, իսկ այսօր տարական դպրոցը ավարտած ոտքին դնում հիմնական դպրոց։ Մեծերի խորհուրդը շատ գիրք կարդացել, զինվել գիտելիքով, որտեղ գիտելիքը ուժ է եւ գիտելիքով զինված մարդը անպարտ է իրեն։ Լսեցինք նաեւ նրանց երթումը, երթվեցին բարձր պահել վարժարանի պատիվը։ Համար ոչինչ պետք չի խնայել։ Այնինչ այսօր ենք մեր վաղը հաստատ մենք քաղելու ենք դրանց պատողները։ Այնպես որ շատ ներդրում անենք, որ ապագայում ունենանք իսկապես հայ սերունդ, ովքեր ամուր կպահեն մեր հայրենիքը։ Առաջին դասարանից չի հաճախել ձեզ մոտ, այլ երրորդ դասարանից, բայց շատ ուժեղ զարմացել էր առաջին շաբաթը, որ եկավ դասի, հետո եկավ տուն, ասես մամա, գիտես ինչից եմ իդեղ զարմացել, դեռ բոլորը սիրում են սովորել, ես սկսեցի սիրել սովորել, դուք սովորացնում եք սեր գիտելիքի ուսման հանդեպ, շնորհակալություն, դա ամենամեծ բանը, որ դուք տալիս եք, ապրեք, շնորհակալություն ձեզ ընկեր հարցրել